Պարոն Մարքյան, իսկ այս խորհրդարանի գլխավոր մարտահրավերը ո՞րն է կամարում։ Օրինակ հիմա ընդդիմությունը դարձյալ ասում է, հեսա աշնանը հողեր են հանձնվելու, իշխանությունը գալի ասում է հեսա 300,000 ադրբեջանցի են գալու։ Ուր են այդ 300,000 ադրբեջանցիները։ Հայաստանի ընդդիմությունը վերջին 5, 6, 7, 8 տարիների ընթացքում ինչ անում, ասենք վիճակագրի դերատան։ Այսինքն գիտի, որ այս ինչ տարածքում հող են հանձնելու, չէ՞։ Դրա մասին ասում է հանձնելուց առաջ, հանձնելու պահին ու հանձնելուց հետո։ Եղբայր դուք ուրիշ առաջարկ ունեք, ինչ եք դուք ուզում անեք։ Դուք հանձնելու բանն եք, համադեն եք։ Դուք հանձնելու, ասենք, դամպահողն եք։ Ինչ է Հայաստանում հանձնվել, որ ընդդիմությունը դամ չի պահել այդ ընթացքում։ Հիմա ինչ իրանք ասում են, որ հեսա նորից հողերա չէ հանձնվելու։ Ինչ են անում դրա համար։ Ինչ են արել դրա համար, եկե իրանց քերիներից են հարցնում։ Իրանց Range Rover-ից են խոսում։ Իսկ ինչ պետք է անեն ասես։ Պետք է գործ անեն, ինչ պետք է։ Նախ շանս կար ընտրությունները հաղթելու, այդ շանսը վարի են տվել, այդ մեկ։ Երկրորդը պետք է իրենց տեսլականը ներկայացնեն այդ process-ի վերաբերյալ։ Համախմբումն էր շանսը, ես ճիշտ եմ հիշում, դուք նման գաղափար ունեք։ Այդ չեղած բանից հիմա ինչ խոսան, այդեն չի եղել։ Պարոն Մարքյան